Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Մասիս համայնքի հայանիստ բնակավայրում արդեն շահագործման է հանձնվել 432 աշակերտի համար նախատեսված, իսկ Փարաքար համայնքի Այգեգ բնակավայրում նոր վերանորոգված Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցները։ Փաշինյանն այցելել է այս դպրոցներ, հանդիպել աշակերտների հետ, հանդես եկել ելույթով։ Արարատ Միրզոյանն էլ հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հանդիպանը նշվել են 2025 թվականին Հայաստան ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, մտքեր փոխանակել 2026 թվականին նախատեսվող անելիքների վերաբերյալ։ Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նաև մյուս հայ գերիների դատավարությունը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով, նրանցից մեծ մասին սպառնում է խիստ պատժաչափ, մինչև ծմահ ազատազրկում։ 3 ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ նախնական տվյալների զինծառայողը իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է, շաբաթվա քրեական քրոնիկոն։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է կանաչապատման ծրագրերի իրականացումը։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում կազմակերպված ծառատունկին ներկա եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մարզերում շարունակում են գործարկվել 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում նոր և վերանորոգված կրթական հաստատությունները։ Մասիս համայնքի հայանիստ բնակավայրում արդեն շահագործման է հանձնվել 432 աշակերտի համար նախատեսված նոր միջնակարգ դպրոցը, որի կառուցման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանն այցելել է համայնք և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին։ Նա նաև եղել է Փարաքար համայնքի Այգեգ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ամբողջությամբ վերանորոգվել է նույն ծրագրի շրջանակում 235 միլիոն դրամ պետական ներդրմամբ։ Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել է աշակերտների հետ, ընդգծել, որ նոր և ժամանակակից դպրոցները Հայաստանի վերափոխման կարևոր և հիմնարար բաղադրիչներից են։ Իրականում նոր նախագծով, նոր և զրոյից կառուցվող դպրոցները իրենք Հայաստանի վերափոխման շատ կարևոր և անբաժանելի մաս են, անկյունաքարային մաս են, որովհետև նախորդ դպրոցից մինչև այս դպրոց որն է տարբերությունը, ըստ էության մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն դպրոցը, նորակառույց դպրոց, նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Նա էլ է մեր դպրոցը, մեր նվիրական, մեր հարազատ, բայց նաև կարծում եմ սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի ունենում մեր մտածողության մեջ, և այդ տրանսֆորմացիան այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Ըստ էության գուցե շատ բաներ, երևի բոլոր երկրներում է այդպես լինում, շատ բաներ ի վերջո ինտուիտիվ են տեղի ունենում, կամ էլ ռազմավարությունների ընդհանուր պատկերացումները, երբ որ գծում են, շատ բաներ այդ ռազմավարություններին համապատասխան գալիս տեղավորվում են, բայց իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը ընդհանրապես արտահայտում են մեր նոր մտածողությունը և դպրոցը այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է։ Արարատ Միրզոյանն էլ հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը նշվել են 2025 թվականին Հայաստան ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի ու անելիքների վերաբերյալ։ Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից, մոտ 10 օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք Հայաստան ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ եւ առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները, ասել է Արարատ Միրզոյանը։
Բաքվի դատարանում էլ շարունակվել է ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրա փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել, որոնք մնացել են առանց քննության։ Մասնավորապես նշում է, որ Էմիլ Բաբիշովը, որի ծառայություններից Վարդանյանը հրաժարվել է, խնդրել է արժանահավատ չհամարել այսպես կոչված ուժողների, այդ թվում Կամո Հայրապետյանի եւ Մուշա Գրիգորյանի ցուցմունքները։ Նա նաև հայտարարել է, որ ցուցմունքների մի մասը կապ չունի այսպես կոչված մեղադրյալի հետ։ Վարդանյանը խնդրել է գործին կցել փաստաթղթեր, նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին, դատարանը բավարարել է խնդրանքը։ Մյուս խնդրանքը այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին մերժվել է։ Հաղորդվում է, որ հաջորդ շինծու դատական նիստը կանցկացվի դեկտեմբերի 16-ին։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է նաև Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների դատավարությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ հայ ռազմագերիները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով։ Նրանցից մեծ մասին սպառնում է խիստ պատժաչափ մինչև ՑՄ ազատազրկում։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությունը։ Տեղական լրատվական գործակալությունների հաղորդմամբ նիստում որոշ գերիների տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք։ Ըստ հաղորդագրությունների Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ դատական նիստում, որը նշանակված է դեկտեմբերի 19-ին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ պահանջել էր Արցախի 5 նախկին ղեկավարների նկատմամբ կիրառել ՑՄՀ ազատազրկում, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դեպքում պահանջվել է 20 տարվա ազատազրկում, նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված։ Մյուս հայ գերիների մեծ մասին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով, ներկայացնելով նրանց որպես ծանր հանցագործությունների պատասխանատուներ։ Միաժամանակ դատավարություններն ընթանում են անկախ լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բացակայության պայմաններում։ Բաքվում դատվող հայ գերիների հալազատները նշում են, որ խիստ պատժամիջոցների պահանջը իրենց համար սպասելի էր։ Նրանց գնահատմամբ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը կրում է ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ։ Նրանք ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դատավարությունը լուսաբանում է բացառապես ադրբեջանական պետական Ազերթաչ գործակալությունը։ Ըստ հարազատների վերջինս ամբողջությամբ չի փոխանցում մեղադրյալների հայտարարություններն ու եզրափակիչ խոսքերը, հաճախ խմբագրում կամ սխալ է թարգմանում դրանք, ինչը նրանց համոզմամբ գործընթացի պետականորեն վերահսկվող բնույթի եւս մեկ դրսևորում է։ Իսկ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գծով դատարանում այսօր մեկնարկել է եւս մեկ հայ Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դատավարությունը։ ԱՊՊԱ գործակալության հաղորդմամբ 58-ամյա Ավանեսյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին։ Ադրբեջանական իրավապահ մարմինների պնդմամբ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել է քաղաքի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, որի հետևանքով ըստ Բաքվի ոստիկաններ են վիրավորվել։ Միջադեպը ըստ ադրբեջանական կողմի տեղի ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում գտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մինչև Բաքվում ընթանում են անօրինական դատավարությունները, Հայաստանի իշխանությունը տարբեր հարթակներում շարունակում է շեշտել խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Օրեր առաջ Գերմանիայում արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։ Սա զգայուն հարց է, մեր դիրքորոշումն այն է, որ այս խնդիրը ավելի հեշտ կհասցեագրվի գործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության պայմաններում։ Հակամարտության պայմաններում խնդրի լուծումը գործնականում անհնար է, մինչդեռ խաղաղության ամրապնդման գործընթացը հնարավորություն է տալիս փոքր քայլերով մոտենալ լուծմանը։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ուղղությամբ, այդ խնդրի լուծումը դառնում է ավելի իրատեսական։ Խաղաղություն հաստատելն ինքնին նշանակում է նաեւ այլ խնդիրների լուծում։ Գերիների վերադարձի եւ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, այսպես ասած, կնքահայրը հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից իրականացվող քայլերին։ Ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով
զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս պահի դրությամբ Բաքվի բանտում պահվում է 23 հայգերի, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման, իսկ 16-ի գործով դատավարությունները մոտենում են ավարտին։ Վերջիններից մեծ մասին սպառնում է ՑՄՀ ազատազրկում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Արտասահմանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրատապ դիմում են հղել Եվրախորհրդանի նախագահ Ռոբերտա Մեցոլային մտահոգություն հայտնելով երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանում ստեղծվել է անկախ լրատվամիջոցների քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ճնշման ուղղված համակարգ։ Իրավապաշտպանների տվյալներով երկրում կա ավելի քան 400 քաղբանտարկյալ, ինչը ռեկորդային թիվ է Ադրբեջանի Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր։ Լրագրողներին, ակտիվիստներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում հարկային ու այլ հանցագործությունների համար, իսկ 30-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ գտնվում են կալանքի տակ։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարի երկու Տիկին Դալաքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք կրկին Բաքվի բռնապետի վերջին հայտարարություններից, ցնդաբանություններից կամ չգիտեմ ինչպես կուզեք թող մեկնաբանեն նաեւ հերոստատիտողը, որտեղ նա կրկին սկսեց հոխորտ տալ, որ պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք ադրբեջանցիները, թե դա որտեղ է մենք էլ այդպես էլ չհասկացանք, բայց նա հստակ նշեց, նույնիսկ թվեր ներկայացրեց, որ 1903 թվականին, 1908 թվականին այստեղ եղել է իրենց պատմական հայրենիքը, որտեղից նրանց քաղաքացիներին, ադրբեջանցիներին, թեպետ այդ ժամանակ Ադրբեջան չկար էլ որևէ միավոր ոչ մի տեսքով, գիտենք որ 18-20 թվականներին են ստեղծել ինչ-որ մի խումբ, անունը դրել Ադրբեջան, բայց կապ չունի, նա խոսեց, որ ցեղասպանվել են, իրենց մշակութային արժեքներն է ոտնահարվել եւ նրանք պետք է վերադառնան։ Ինչով է պայմանավորված Ալիևի նման անհասկանալի վարքագիծը։ Խնդիրը նրանումն է, որ երբ դիմացի կողմից լռություն է տիրում եւ իմ տեսակետը ես արդեն քանի ամիս այստեղ հնչեցնում եմ, այլ նշում եմ, որ Ալիևը չի ավարտելու իր այս խոսելաոճը, որը Հայաստանի իշխանությունները ասում են կոնֆլիկտածին է եւ երբ հարցնում ես թե իսկ դուք ինչ պիտի պատասխանեք, ասում են, որ մենք կոնֆլիկտածին հարցերի շուրջ չենք խոսում, մենք չենք խոսում, իրենք խոսում են, չի կարելի ականջները փակել եւ դա չլսել։ Եվ մի ահավոր իսկ ասի բացասական երևույթ կա այս ամեն ինչում, նա միջազգային մարդասիրական իրավունքին է հղում եւ իրոք դա ճիշտ է։ Երբ գա ժամանակը, երբ Դոնալդ Թրամփի արչիվ նա բարձրացնի այդ հարցը, Դոնալդ Թրամփը չի կարող ասել, որ ոչ, դուք իրավունք չունեք վերադառնալ։ Այլ հարց է, որ այդ թվերը ուռճացված են, այլ հարց է, որ եթե նայում ենք հայ փախստականների թիվը, դա անհամեմատ ավելի է։ Այլ հարց է, որ Արցախի վերադարձի, Արցախի ժողովրդի իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքից պետք է խոսել։ Եվ իմ տեսակետը մնում է նույնը, որ դա կներեք իհարկե գործիք եւ մահակ է Հայաստանի կառավարության ձեռքին, որքան էլ դա տգեղ հնչի, Ալիևի նման հայտարարությունները չեզոքացնելու նպատակով, որովհետեւ երբ դու տեսնում ես, որ դիմացին է լռում է, սա Վլադիմիր Պուտինի տակտիկան է։ Նա շարունակում է առաջ գնալ, նույն պատմական խեղաթյուրումները իրականացնում է Ռուսաստանի ղեկավարը եւ մի կարեւոր բան նշեմ, ես գոնե ակնհայտ տեսնում եմ, որ Ալիևի այս կոնֆլիկտածին հայտարարությունները տեղի ունենում այն ժամանակ, երբ միջազգային ասպարեզում Դոնալդ Թրամփը հերթական անգամ զիջում է իր դիրքերը Վլադիմիր Պուտինի առջև։ Տեսեք, մեր իշխանությունների խոսույթը, ինչպես դուք նշեցիք, այո, որ դրանք ուղղակի ներքին լսարանի համար են, Ադրբեջանը իր ներքին լսարանի համար ուղղակի այդպիսի բարձրագույն հայտարարություններ անում, բայց մենք ասում ենք, որպեսզի կոնֆլիկտային որևէ բան չլինի, մենք գնում ենք միայն մեր ճանապարհով, Տրիպոլին է, այնտեղ որևէ արևելյան Ադրբեջան վերադարձ որևէ բան չկա, բայց փաստացի
Նրանք խոսում են այդ մասին եւ ինչպես կրկին դուք նշեցիք, միջազգային արենայում արդեն իրավական թեմաներով են խոսում այդ մասին, կգա մի գեղեցիկ ուր եւ դա կլեգիտիմացնեն։ Ինչպես մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Նախ դրա մասին նույնիսկ Ժոզեֆ Բորելն է խոսել, որ Ադրբեջանի նախկին Եվրամիության արտաքին հանձնակատարը հարցերով, որ դա ուռճացված թվեր են, հայկական կողմը չի խոսել։ Ինչու չի խոսում։ Դե իրենք այսպիսի մի պատկերացում ունեն, որ այն ինչ որ կոնֆլիկտացին է, ես չեմ հասկանում ինչ է նշանակում կոնֆլիկտացին։ Եթե մեր միջև խաղաղություն է հաստատվել, ինչպես նշում է Հայաստանի վարչապետը, ինչ խնդիր կա, որ ադրբեջանցիները վերադառնան։ Ուրեմն դա խնդիր է։ Ես էլ եմ տեսնում, որ դա խնդիր է։ Ինչպես եք մենք այդ խնդրի լուծումը տեսնում։ Ես մի լուծում եմ տեսնում, նախորդ պատասխանումից նշեցի, որ մենք պիտի ցույց տանք, որ դա առաջին հերթին ձեռնտու չի Ադրբեջանին եւ խոսենք արցախցիների վերադարձից։ Ինչու, որովհետեւ գիտեք, ես իմ ներսում վստահությունն է, որ հաջորդը Բաքու չի վերադառնալու։ Նույնիսկ եթե մենք ասենք մենք վերադառնում ենք, Ալիևը կկասկածի, որովհետեւ հայերը այնտեղ իրենց վստահ հաստատ չեն զգա։ Այ Արցախ վերադարձը, որը միջազգային իրավունքի պայմաններում առաջնային է, որովհետև գոյություն ունի մի շարք բանաձևեր, որը վերաբերում է արևմտյան երկրներում արցախցիների վերադարձին։ Մենք դրանից պիտի խոսենք։ Հայաստանը երբեք էլ կոնֆլիկտացին ինքը չի եղել։ Հայաստանի վրա հարձակվել են, իդեպ նա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել 23 թվականին դնում ենք մի կողմ Արցախը։ Եվ Հայաստանը գնացել է զիջումների, պատերազմի, վտանգի եւ դրա ընդլայնման վտանգի ներքո։ Այսինքն, այստեղ խոսել, որ մենք լռում ենք եւ ճանապարհներ են բացվում, կա երկու փաստաթուղթ։ Իրենք ասում են Վաշինգտոնյան համաձայնագրում չկա։ Նոյեմբերի 9-ը այլ բաներ կա, վերադարձ չկա, կա միջանցք։ Դուք դուրս չեք եկել նոյեմբերի 9-ից, Ալիևը բարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցքից, Պուտինը խոսում է նոյեմբերի 9-ից, ասել որ Վլադիմիր Պուտինն է բան է ասում, Ալիևն է բան է ասում, կներեք դրանք երկրների ղեկավարներ են, որոնք տեսնում են, որ իրենց խոսքի տերն են լինում։ Այսինքն մենք ինչու է պայմանավորված մեր զիջողական, հա, այս վարքագիծը, քաղաքականությունը, ես ուզում եմ հասկանամ ինչով ենք պակաս, որ չենք կարողանում ասել, որ գիտես ինչ կա, Ալիև կամ չգիտեմ, այս ինչ, ով է քեզ թույլ տվել նման խոսույթ իրականացնել։ Իդեպ ես ձեզ ասեմ, ցավալին այն է, որ ընդդիմության շարքերից են կրկնում Ալիևի, որ Հայաստանն էր մեղավոր, որ պատերազմ սկսեց։ Սա շատ բացասական է, փաստորեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա մի ուժ, որը կարող է խոսել կոնստրուկտիվ, մենք չենք այստեղ կոչանում գնալ գրավել Բաքուն։ Եկեք երկու ծայրահեղությունները դնենք մի կողմ։ Մյուս կողմից մենք չենք կարողացել Ալիևը ինչ ասում է, չենք լսում։ Ներքին լսարանի համար է, ի՞նչ է նշանակում ներքին լսարանի համար։ Այսինքն ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղության։ Եթե դու խոսում ես ներքին լսարանի համար ուզում ես դուր գաս, ուրեմն ադրբեջանցիների մեծամասնությունը, ի տարբերություն որոշ ուրեմն այցերի Ադրբեջան եւ նշելու որ խաղաղություն է եղել, փաստորեն Ադրբեջանի հասարակությունը դեմ է խաղաղության, Ալիևը ստիպված նրանց ուզում է դուր գալ։ Այսպես է դուրս գալիս իշխանությունների ասածից։ Իսկ իմ կարծիքով փաստը այն է, որ Ալիևը երբեք էլ մի կողմ չի դրել Հայաստանի ուրեմն հանդեպ, այո, զավթողական, մաքսիմալիստական ուրեմն քաղաքականությունը, նույն Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի վերաբերյալ նա պարբերաբար չլսելու է տալիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ trip կա, այնտեղ բոլոր դեպքերում, բոլոր խողովակներում միայն Զանգեզուրի միջանցքի։ Այսօր էլ թյուրքական պետությունների իրենց, հա, այդ ղեկավարը նշեց, որ դա բացառապես Զանգեզուրի միջանցք է, որ կապում է թյուրքական պետությունները։ Ղազախստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ իբրև թե պաշտոնական կայքում եղել է trip։ Հաջորդ հոդվածը էլի Զանգեզուրի միջանցքի մաս էր։ Այսինքն Զանգեզուրի միջանցք կասի թե trip նույնիսկ դա ինձ համար կարևոր չի, կներեք այսպես բարձ ասեմ։ Ես տեսնում եմ, որ Ալիևը սպասում է հասկանալու համար Վլադիմիր Պուտինը ունակ է իրականացնել այն, ինչ Ալիևը ցանկանում է, դա նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրականացնում է, թե նա տեսնում է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին չի զիջելու։ Ամեն ինչ եւ ինչի եմ ես շատ հաճախ ուկրաինական կոնֆլիկտից խոսում։ Սա կապված է Հայաստանի դիրքերի հետ։ Տեսեք, խոսեցիք արցախցիների վերադարձի մասին, որը ամենակարևոր թեմաներից է։ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարվեց դեկտեմբերի 1-ով։ Դա միակ կառույցն էր, որը թույլ էր տալիս, որ եւ պատերազմը իբրև թե կանխեր եւ արցախցիների վերադարձը եւ Արցախը հայկական պահելու համար։ Այլևս չկա այդ կառույցը։ Կա այլ ուրիշ խողովակ կամ այլ ուրիշ ուժ, միավոր գործիք, որ կարողանանք այս համակարգենք թեկուզ որոշակի ժամանակ անց, թե դա վերջնական ավարտվեց այդ թեման համար ենք փակված։ Գիտեք, իդեպ Հայաստանում կան շրջանակներ, որ ասում են արևմուտքը փակեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Առաջին հայտարարությունները, որ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի, արվել են Մարիա Զախարովայի շուրջ Լավրովի հետ միասին։ Այո, եւ նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Սա սպեկուլյացիա է։ Հաջորդը, ես ինչ որ առումով դրական եմ համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա, ինչու, որովհետեւ այս պայմաններում, երբ Ռուսաստան եւ Արևմուտք
ահաբեկավեսեր գնալով սրվելու են եւ պատերազմը չի ավարտվելու, ես մինչեւ 2030 թվականը գոնե կանխատեսում եմ հրադադարը մի կողմ պատերազմը որ շարունակվելու է ռուս-ուկրաինական չի կարող ԵԱՀԿ Մինսկի խմբը գործել, այսինքն այդ հարցը արկախված էր լինելու Մինսկի խմբում դառնալու էր ճնշման լծակ այս կամ այն ուրեմն կենտրոնի ձեռքում։ Պետք է ստեղծվեն նոր մեխանիզմներ այն երկրների կողմից, որոնց սենատում, որոնց կոնգրեսում կան այսպիսի բանաձևեր, օրինակ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, օրինակ Կանադայի, այսինքն նոր ձևաչափեր պիտի ստեղծվեն եւ պիտի դրա մասին խոսել, որպես ճնշում, նորից եմ կրկնում, ոչ թե պատերազմի կոչ Ադրբեջանի վրա, այսինքն եթե դուք վերադառնալով նախորդ հարցին, ասում եք, որ մենք չենք ուզում պատերազմ հրահրել, ինչ Ալիևը պատերազմ է հրահրում, երբ որ այդպիսի հայտարարություններ է անում վերադարձի մասին, ինքը խոսում է, հայելային պետք է խոսել, որևէ մեկը չի ասում, որ Արցախը պիտի վերադարձնեն, գոնե այս բային ես դա չեմ տեսնում միջազգային ուրեմն նորմերով։ Այսինքն լռությունը այս դեպքում ագրեսորին ավելի սնում է, ինչպես դա Պուտինի դեպքում է։ Տեսեք, մի փոքր ավելի հետ գնանք նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Բաքվում շքեր տեղի ունեցավ իբրև իրենց հաղթանակի եւ այլն, եւ այնտեղ Ալիևը բացի այն, որ իր ամբողջ զինանոցը ցույց տվեց եւ բոլորս հասկացանք, որ այնտեղ ռուսական զենքը դեռ կա, ռուսական եւ ոչ միայն մի շարք եվրոպական երկրներից գնված զենքեր կան, Պրագա, Չեխիա, այնտեղ Չինաստանից էլ զենքեր կան եւ այլն, այդ ամենով հանդերձ նա հարցազրույց տվեց եւ նշեց, որ այո 20 տարի պատրաստվել է, հայատյացության քարոզը եղել է եւ նա ամեն ինչի պատրաստ է եղել, մինչեւ զավթել է այդ ամբողջ Արցախը եւ ստացվում է մեղադրում են որ Հայաստանն է առաջինը հարձակվել այս դեպքում ինքնախոստովանական ցուցմունք է տալիս եւ իդեպ նշեմ այնտեղ նաեւ լակմուսի թեստ էր կարծես Ալիևի համար որ Եվրամիության որևէ դեսպան չէր մասնակցում այդ շքերթին միայն իրենց ամենաբնական օրգանական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանն էր մասնակցում այդքանից հետո ինչու է Ալիևը նորից խոսում որ ինքը չի հարձակվել եւ նաեւ հայկական ընդդիմության սիրելի Հունգարիայի ուրեմն ներկայացուցիչները Օրբանի այո դա էլ ասենք հայ ժողովրդի մեծագույն թշնամի Ռավիլ Սաֆարովի գործընկեր ինչ վերաբերում է ինչու է Ալիևը խոսում գալիս ենք էլի նույն կետին որ Ադրբեջանը ուղղակի միջազգային իրավունքը այնպես է մեկնաբանում ինչպես իրեն ձեռնտու է նա ասում է որ Արցախը ճանաչված էր Ադրբեջանի մաս եւ ես ուժով դա իրականացրեցի մի կողմ որ բոլոր համաձայնագրերով Ադրբեջանը իրավունք չուներ ուժ կիրառել բոլոր բացարձակ այլ հարց է որ ԵԱՀԿ Մինսկի խումբ է ստեղծվել որը քննարկել է Արցախի հետագա կարգավիճակը ընդհանուր մինչև ինքնորոշման իրավունք Ալիևը ստում է երբևիցե չի նշվել այդ որևէ փաստաթղթում որ Արցախը Ադրբեջանի մաս է ինչ վերաբերում է անվտանգության խորհրդի 4 բանաձևերին ախ այդտեղ կոչ է արվում ուղիղ բանակցություններ սկսել Արցախի ներկայացուցիչների հետ որը Ադրբեջանը չի արել ապա շրջափակել Հայաստանը որը Ադրբեջանը չի արել ինքը Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է այդ նույն բանաձևները եւ գումարած դրան սա շատ կարեւոր է բանաձևերում հղում կա որ ամբողջ գործընթացը պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակներում որտեղ խոսվում է ինքնորոշման իրավունքից այսինքն դիվանագիտական մակարդակով չկարողանալ եւ չպատասխանել Ալիևին նշանակում է փակելով Արցախի հարցը բացել Զանգեզուրի էջը բացել Սևանի էջը եւ Գեղարքունիքի եւ այդպես շարունակ Արեմտյան Ադրբեջան վերադարձի էջը այո եւ հիմա մենք դա ենք տեսնում Արցախի հարցը ասում էին կփակենք իշխանությունները եւ ամեն ինչ կաբարտվի ամեն ինչ դեռ նոր է սկսվում եւ Ալիևը դրա վկայությունն է Եվ վերջին հարցը ու ամփոփենք տեսեք հասարակական սեկտորի ներկայացուցիչները փոխայցելություններ տեղի ունեցավ նրանք եկան մեզ մոտ մեր մոտից գնացին այնտեղ բայց մի տեսակ երբ որ նրանց ներկայացուցիչներն էին այստեղ համաժողովի շրջանակներում նրանք խոսեցին էլի պահանջատիրական դիրքերից այսինքն հերիք չի զավթողական երկրից եկել են մեր երկիր ու այնտեղ խոսում են որ բա գիտեք ինչ ամեն դեպքում պետք է վերադարձ լինի պատմական հայրենիք եւ այլն մեր ներկայացուցիչները ՀԿ սեկտորի եւ այլն անուններ չենք նշում գնում են այնտեղ եւ ասում են այնտեղ այնքան լավ էր կարծես տանն ենք մի տեսակ տարօրինակ է թվում։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես իմ սոցիալական էջում գրել եմ, որ ես չեմ համարում, որ Հաջիևի խոսքերը անկեղծ են, ես չեմ համարում, որ այնտեղ կա հասարակական սեկտոր։ Ես համարում եմ, որ որոշ ներկայացուցիչների այցը Հայաստան, որոնք ոչ թե հասարակական սեկտորն էին ներկայացնում, այլ պրոպագանդիստ էին, որոնք սովամահ էին անում արցախցիներին, ինչի մասին Հայաստանի արտգործնախարարն էլ է խոսել, որ դա ուղղակի ցեղասպանության ակտ կարելի է համարել հենց այդ ժամանակաշրջանում։
դեր են եղել։ Այո, ես դա սխալ եմ համարում։ Ինչ վերաբերում է, որ մենք պիտի խոսենք Ադրբեջանի հետ, միանշանակ ես դեմ եմ, որ մեր փոխարեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ խոսում են երկրներ, որոնք հետո մեզ մանրադրամի տեղ օգտագործում են, բայց պիտի ուշադիր լինեն, նախ ով է գալի Հայաստան եւ ինչ են իրենք խոսում։ Ես հուսով եմ Հայաստանի այդ սեկտորի ներկայացուցիչները բարձրացրել են այդ հարցը, որ Ալիևի հայտարարությունները, ես Ալիևի հայտարարություններն եմ ավելի շատ ականջարու լինում, ոչ թե այս սեկտորի, որոնք ընդհանրապես գործիք են Ադրբեջանի նախագահի ձեռքում, խաղաղության չեն տանում։ Եվ մի կարևոր բան էլ նշեմ, որ ասում ենք Ադրբեջանը զենք է գնում եվրոպական երկրներից, թող Հայաստանն էլ գնի։ Ես որքանով տեղյակ եմ, զենքի գնումներ Ֆրանսիայից են դեռ տեղի ունեցել։ Երբ խոսում ես, ասում են դա գաղտնի ինֆորմացիա է, չնայած Հայաստանը տարիներ շարունակ զենք է գնել եւ դա գաղտնի ինֆորմացիա չի եղել։ Հիմա ինձ համար առաջնային է, արդյոք ՀԱՊԿ մեր անդամակցությունը, Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիայի գործընկերն է։ Մեզ համար խնդիր է ստեղծում զենքերի գնման առումով արևմտյան երկրներից։ Այս հարցը պիտի ունենա հստակ պատասխան։ Հակառակ պարագայում մենք կարող ենք նշել, որ թեկուզ սառեցված կարգավիճակ ունենալը ՀԱՊԿ-ում ընդհանրապես մեր ազգային անվտանգության շահերին դեմ է։ Եվ վերջին հարցը շատ կարճ։ 26 թվականին կանխատեսում եք խաղաղության փաստաթուղթ, թե ոչ։ Դա կախված է միայն Տրամպից, եթե ճնշում չլինի Ալիևի նկատմամբ, ոչ։ Նաև կախված է Հայաստանում հանրաքվեի արդյունքներից, որի մասին ես չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվեն։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների զինծառայողն իրեն ամրացված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, որի հետևանքով մահացել է։ Ինչպես արդեն հայտնել ենք, 3 ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, պաշտպանության նախարարությունն էլ վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին։ Երևանի Դալմամոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հանրային գործիչ պատմաբան Միրան Հակոբյանի վրա հարձակվելու եւ վնասվածքներ հասցնելու համար կասկածվող 4 անձ ձերբակալվել է, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նա նշել է, որ կասկածյալները կներկայացվեն քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ը հազանգ էր ստացել բժշկական կենտրոնից Հակոբյանի ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ վարույթ էր նախաձեռնվել։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերջինիս փաստաբանն ասել է, որ դա վերաբերում է 2018-19 թվականներին, հաղորդումն այն մասին է եղել, որ Գասպարյանը բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ։ Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել է 64 զինծառայողների, այդ թվում Վալերի Օսիպյանին։ Մինչդեռ սեփական բնակարան Օսիպյանն անտեսել է եւ 64-ից առանձնացրել 3 բնակարան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում, նշել է Գասպարյանի փաստաբանը։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Եռաբլուրին հարող 17 հողատարածքներն օրենքի խախտման պոտարելու գործը մտել է հիմնական դատալսումների փուլ, որի ընթացքում հանրային մեղադրողը հրապարակել է 2 գեներալի մեղադրանքը, գործով մեղադրյալ է նաև Սերժ Սարգսյանը եւ նրան վերագրվող 4 քրեական գործերից, այս մեկն առնչվում է նրա պաշտպանության նախարար եղած տարիներին։ Սերժ Սարգսյանի գործով գեներալները սակայն հրաժարվել են իրենց ցուցմունքներից, հրապարակվել է նրանց մեղադրանքը։ Պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում, դատարանում է Իջևանի նախկին քաղաքապետին առնչվող գործը։ Մեղադրյալ է նաև Վարուժան Ներսիսյանի որդին։ Իջևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ 2 միլիոնի փողերի լվացման համար, նախկին պաշտոնյան սակայն մեղադրանքը չի ընդունում։ 2025 թվականի նոյեմբերին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների հատուկ նշանակության բաժնի եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 72.48 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 165 բջջային հեռախոս, 223 բջջային հեռախոսի պարագամ, 13 Wi-Fi սարք, 19 կտրող ծակող առարկա, 135.4 լիտր ինքնաշեն, ոգելից խմիչք եւ արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական եւ կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի Գետափ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազմակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիկ կա։ Վարորդն ու ուղևորները մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիկ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին Սևան Մարտունի Գետափ ճանապարհի 6-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորադուս գյուղի բնակչի վարած վազմակնիշի ավտոմեքենան։ Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիկ տեսակի ձկներ կան։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ստուգման մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիկ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արտահանում եւ վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 միլիոն 584 հազար 320 դրամի վնաս։ Նախաքննության ընթացքում իրականացված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 միլիոն դրամը վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Այլ թեմաներ Երևանի քաղաքապետարանը շարունակում է կանաչապատման ծրագրերի իրականացումը, այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են մշտադալար ծառերի ձմեռային տնկման աշխատանքներ։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում կազմակերպված ծառատունքի ներկա եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է կանաչապատման ծրագրերի իրականացումը։ Այսօր մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացվում են մշտադալար ծառերի ձմեռային տնկման աշխատանքներ։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում մշտադալարների տնկման աշխատանքներին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պաշտպանության ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով 2025 թիվը մենք սկսեցինք, եթե հիշում եք, մշտադալարների ձմեռային տնկով ամբողջ քաղաքով մեկ այն ժամանակ 200 եղևնիներ եւ սոճիներ տնկվեցին քաղաքում եւ այս ձմեռային տնկը մշտադալարների համար շատ լավ է եւ ահա այս տարի մենք տարին եզրափակում ենք նորից ձմռանը, նորից մշտադալարների տնկով։ Բեգոյանի խոսքով միայն Նոր-Նորք վարչական շրջանում նախատեսվում է տնկել շուրջ 300 մշտադալար ծառ, որոնցից մոտ 250-ը տնկվում են հենց այս այգում։ Միաժամանակ նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև Երևանի մյուս վարչական շրջաններում, Վերածննդի, Նանսենի, Կրպեյանի անվան այգիներում եւ այլ կանաչ տարածքներում։ Այսօր տնկվում է 600 մշտադալար ծառեր Երևան քաղաքում եւ դրանից 200-ը մեր ուրեմն գործընկեր կազմակերպություններն են նվիրել, իսկ 400-ը Երևանի քաղաքապետարանը, դրանք հիմնականում մեր տնկարանում աճեցված եղևնիները եւ սոճիներն են։ Խոսելով ընթացիկ տարվա կանաչապատման աշխատանքների արդյունքների մասին, Արմեն Բեգոյանը նշել է, որ գերակշռել են ոչ մշտադալար ծառատեսակների տնկումները, պայմանավորված կանաչ տարածքների վերաձևավորմամբ եւ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինմամբ։ Միայն Նոր-Նորքի այս այգում գարնանը տնկվել է 1500 ծառ։ Միայն կարող եմ ասել, որ տնկվել է մոտ 30,000 մշտադալար թփեր, դրանք քաղաքային բորջուրներ, տարբեր ձևավորման աշխատանքներ եւ եթե չեմ սխալվում, որտեղ մենք դեռ չենք հաշվել տարվա տվյալները, կարծեմ թե շուրջ 4000-ից 5000 ծառ է տնկվել Երևան քաղաքում, որոնց ինչպես եւ խոստացել էինք, առնվազն 25%-ը կազմում են մշտադալարները։ Բեգոյանն ընդգծել է, որ մշտադալարների տնկումը նպաստելու է նաեւ մայրաքաղաքում օդի աղտոտվածության նվազեցմանը, քանի որ ձմռան կանաչ ֆոնդի մեծ մասը գտնվում է հանգստի փուլում։ Նա հատուկ անդրադարձել է նաեւ տնկումների արդյունավետությանը եւ ռոռոկման համակարգերի կարեւորությանը։ Մինչեւ այս այգին օրինակ տնկ իրականացնելը, այստեղ անցկացվել է շուրջ 6 կիլոմետր ռոռոկման համակարգ եւ այստեղ շատ ավելի կարևոր է այդ նախապատրաստական աշխատանքները, հա, ջուր հասցնել տվյալ տարածքը եւ պետք է նշեմ, որ չկա տենց դեպք, գեթ մեկ դեպք չկա, մենք որևիցե ծառ, թուփ, շիվ, չնայած շիվ չենք տնկում Երևան քաղաքում, քանի դեռ այդ վայրը ապահովված չէ ռոռոկման ջրով եւ դրա արդյունքն է նաեւ այն, որ ունենք 95% կպչողականություն։
Նրա խոսքով վերջին 3 տարիների ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 60 հեկտարով։ Նա նշել է նաև, որ մայրաքաղաքում այլևս չեն իրականացվում փոքր շիվերի տնկումներ, փոխարենը տնկվում են 10 եւ ավելի տարեկան ծառեր, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակում վերականգնել տարիներ շարունակ չզարգացած կանաչ ֆոնդը։ Դրա հետ մեկտեղ իհարկե, բացի այդ 60 հեկտար կանաչ տարածքների ավելացումը, Երևանում տեղի են ունեցել ծառերի, ուրեմն կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինում եւ առանց բացառության բոլոր այգիներում նոր ավելի արժեքավոր ոչ գնային իմաստով, այլ ֆունկցիոնալ իմաստով արժեքավոր ծառերի տնկումներ եւ լրացումներ։ Բեգոյանը վստահեցնում է, որ կանաչապատման աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են թուրքական նավի Չեռնոմորսկի նավահանգստում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսները ոչ միայն լուրջ չեն վերաբերվում բանակցություններին, այլև շարունակում են իրենց պատերազմը, ասել է նա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նավի խոցվելու փաստը, նշելով, որ անձնակազմը տարհանվել է։ ԵՄ երկրները պայմանավորվել են անորոշ ժամանակով սառեցնել Ռուսաստանի կենտրոնական բանկի Եվրոպայում արգելափակված ակտիվները, հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով ԵՄ կառավարությունները համաձայնել են անորոշ ժամանակով սառեցնել 246 միլիարդ դոլարի ակտիվներ, այլ ոչ թե յուրաքանչյուր 6 ամիսը մեկ քվեարկել ակտիվների սառեցումը երկարաձգելու համար։ Գործակալությունը նշում է, որ սա վերացնում է այն ռիսկը, որ Հունգարիան եւ Սլովակիան կարող են հրաժարվել սառեցումը երկարաձգելուց, ԵՄ-ին ստիպելով Ռուսաստանին վերադարձնել միջոցները։ Կոմերսանտի տվյալներով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ ԵՄ երկրները հաստատել են ռուսական ակտիվների սառեցումը պահպանելու որոշումը, մինչև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ավարտը եւ Մոսկվայի կողմից Կիևի վնասների փոխհատուցումը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հաջող հակահարձակման արդյունքում Կուպյանսկում լիովին շրջափակել են ռուսական զինուժի խմբավորմանը։ Ուկրաինական կողմի տվյալներով վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1027 ռուս զինվորական, իսկ ուկրաինական ստորաբաժանումները հասել են Օսկոլ գետին, հյուսիսից կտրելով ռուսական զորքերի մատակարարման բոլոր ցամաքային ուղիները։ Հաղորդվում է, որ Կուպյանսկում գտնվող ավելի քան 200 ռուս զինվոր այժմ գտնվում է շրջափակման մեջ, իսկ մարտերը շարունակվում են քաղաքի կենտրոնում։ Ուկրաինական կողմը նշում է, որ քաղաքը շուտով կարող է ամբողջությամբ անցնել իրենց վերահսկողության տակ։ Կիևն այս զարգացումը գնահատում է որպես ռազմավարական առաջընթաց Խարկովի ուղղությամբ, որը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը ճակատի տվյալ հատվածում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների պատճառով։ Տեղատարապ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, ինչի հետևանքով սողանքներ եւ ջրհեղեղներ են եղել։ Սկագիտ շրջանում Սկագիտ գետի հեղեղատարածքում բնակվող քաղաքացիներին հրահանգել են տարհանվել դեպի ավելի բարձր գոտիներ։ Նախնական տվյալներով արդեն ավելի քան 70,000 մարդ տարհանվել է։ Իշխանությունը զգուշացնում է աղետալի ջրհեղեղների հնարավորության մասին։ Բացի այդ, սողանքի հետևանքով փակվել է Սիեթլից արևելք գնացող միջպետական մայրուղումի հատված, որտեղ ավտոմեքենաները մնացել են ցեղի մեջ եւ ծառերի տակ։ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արդեն կառուցել է մոտ 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ, իսկ նախագծով նախատեսվում է դրա ընդհանուր երկարությունը հասցնել 200 կիլոմետրի։ Շինարարությունը նախատեսում է ավարտել մինչև հաջորդ տարվա ամառ։ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տեղեկացմամբ արգելապատնեշի բարձրությունը կազմում է 4,5 մետր, որից մոտ 1 մետրը փշալար, իսկ կառույցի մի մասը տեղադրված է գետնի տակ։ Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջև սահմանը փակ է ֆիննական իշխանությունների որոշմամբ։ Մինչև հետագա ծանուցում երկու երկրների միջև սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1300 կիլոմետր։ Ռուսաստանը ՄԱԿ-ում սերտորեն գործակցում է Իրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի հետ հանդիպման ժամանակ։ Բանակցությունները տեղի են ունեցել Աշկաբադում, որտեղ Պուտինը մասնակցում է խաղաղության եւ վստահության միջազգային տարվան, միջազգային չեզոքության օրվան եւ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։ Պուտինի խոսքով Մոսկվան ներգրավված է բոլոր կարևոր միջազգային հարցերում, այդ թվում իրանական միջուկային ծրագրում։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան աջակցում է Իրանին ՄԱԿ-ում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերից էլ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, նշելով, որ նախագահը հոգնել է ձևական հանդիպումներից եւ ակնկալում է կոնկրետ գործողություններ։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը մոտ է կողմերի միջև համաձայնությանը, ընդգծելով, որ խաղաղության ծրագրի հայեցակարգը բացառությամբ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընդհանուր առմամբ ընդունելի է նրա շրջապատի համար։ Նրա խոսքով ծրագիրը բաղկացած է 4 կամ 5 հիմնական մասերից եւ ներառում է նաեւ տարածքային հարցերի կարգավորում, ինչը, ինչպես նշվել է, ավելի հեշտ չէ, սակայն կարող է փրկել հազարավոր կյանքեր։ Այսքանը ցտեսություն։